Հայրենասիրական բանաստեղծություններ գրելու եւ սեփական իրավունքները պաշտպանելու համար երիտասարդության 8 տարիները սովետական բանտում ու աքսորի մեջ անցկացրած, այժմ էլ ինքնիշխան Հայաստանում անօրինականությունների դեմ պայքարող իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր ներկայացրեց իր ու շուրջ 200 հակասովետական ընկերների մասին պատմող գիրքը։ Ասում է, հրատարակման ժամանակը պատահական չէ։ Նախորդ սերնդի սխալները կարևոր է ցույց տալ հիմա, երբ ինքնիշխան Հայաստանի ղեկավարությունը մեկ գիշերում որոշեց կրկին ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ։ Հայաստանի անկախ հանրապետության ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց զգում են չեկիստներ։ Այդ դեպքում ապագան մշշոտ է եւ տխուր, բայց դա չի նշանակում, որ դա անկասկած լինելու է։ Եթե մենք լինենք ակտիվ, եթե մենք լինենք պայքարող տոկուն, մենք կարող ենք փոխել այդ սլաքը, այդ վեկտորը կարող ենք, ես միշտ հույս ունեմ։ Անցած 20-ամյակում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Սովետական չեկիստների գործելավոճը ըստ իրավապաշտպանների այսօր էլ նկատվում է ազատ հռչակված Հայաստանում։ Կյանքի 20 տարիները սովետական բանտում անցկացրած Պարուր Հայրիկյանը նրանց դեմ պայքարը չի դադարեցրել։ Արդեն հասցրել է թերթել գիրքը, որի էջերից մի քանիսն իր ճանապարհի մասին է։ Այնպես որ մեզնից կախված ամեն բան պիտի անենք, որպեսզի տեղի չունենա սովետական միության կամ ռուսական կայսրության պուտինյան տարբերակի վերականգնումը։ Իսկ լավատեսության բավական լուրջ հիմքեր ունենք, թե հատկապես որոնք են, այսօր շատ չեմ բացի, բայց միայնակ չենք, ինչպես այն տարիներին մենք հասկանում էինք, որ մենք միայնակ չենք, քաղաքակիրթ աշխարհի հետ կանգնած ենք քաղաքակրթական արժեքների համար պայքարի առաջին գծում, նույնը այսօրվան է վերաբերում։ Չնայած անտարբերությանը, Հայրիկյանը հույս ունի, որ այսպես չի մնա։ Նրա հետ տարիներ շարունակ բանտում անցկացրած Ազատ Արշակյանն էլ իր ելույթում զուգահեռներ անցկացնելով անցյալի ու ներկայի միջև հիշեց սովետական մանկությունը, երբ հեռու օտարի աչքերից ծնողները խոսում էին ազատությունների մասին։ Մեր ծնողներից մենք լսել ենք ազատության մասին, նրանք ապրել են ազատ Հայաստանում, նրանք ապրել են մեր նախնիները անմիջապես, մեր պապերը մասնակցել են պատերազմին, հայ-թուրքական պատերազմին, հայ-ռուսական պատերազմին մասնակիցներ էին։ Մենք այսինքն գիտեինք։ Անցյալի սխալները չկրկնելու համար գրքի հեղինակ իրավապաշտպան Հարությունյանը հույսը կապում է սերնդափոխության հետ։ Դա նշանակում է, որ սերնդափոխություն պետք է տեղի ունենա։ Տարբեր կերպ է դա տեղի ունենում։ Ծերանում մեռնում են, նորերն են գալիս, կամ կարողանում է ժողովուրդը դուրս գալ ոտքի, դուրս գալ հրապարակ, այնպես ինչպես Ուկրաինայում է, եւ զորով է փոխում, հետո լյուստրացիա է անում, ինչպես որ անում են այսօր Ուկրաինայում։